Հաջելի դասան ես ուզում եմ դատարան ուշադրության հրավիրել հանդամանքը, որ քննի չէ իրար ճանաչության մեջ կերտիկացին տվել, մասնավորապես նշելը, որ Խաչատուր Քոքոբերյանի կողմից վարույթ իրականացնող մարմնի ներկայացված սկրինշոտ լուսանկարների ուսումնասիրության պարզվել է, նախ սկրինշոտ լուսանկար երբևից հետևական վարույթի չունի, մենք մինչև այսօր նման փաստական տվյալ չենք տեսել, որ ինչ-որ մեկը սկրինշոտ ներկայացրած լինի, որտեղ սկրինշոտ ինքը նշանակում է հեռախոսից արտադրված տվյալ, իսկ մենք նման փաստական տվյալ չունենք, որ ինչ-որ մեկը հեռախոսից արտադրված փաստական տվյալ ներկայացրած է։ Հետո նշվում է, որ պարզել են փոխադարձ համոզություն։ Վարույթի նյութերը նույնպես առկա չեն նման տվյալ, որ ինչ-որ Խաչատուր Քոքոբերյանի հեռախոսը համարում, եթե ինչ-որ միտեղ եթե համար եք էլ եք սկրինշոտ, այդ փաստաթղթերը չի դերել, որ այդ նամակագրությունը նոմա եք։ Ասենք երևում է ինչ-որ հեռախոսը համարից նամակ եկել եւ ամենակարևորը չորտման հատկանիշները քրեական վարույթ նախաձեռնելու համար, ինչպես գործընկերները ասացին, առնելու հանցագործության մասին պատշաճ հաղորդում է անհրաժեշտ եւ երբ որտեղ շորտման վերաբերյալ ապացուցային մասին, որ ինչ-որ մեկը գործային վնասի կրել։ Նման ուսում քրեական վարույթում նման ապացույց չունի, հանրային մեղադրողի հայտարարությունը թե քրեական վարույթ եւ քրեական հետապնդումը հարուցվել են փաստերը համակցության մեջ դիտարկելով, ոչ միայն իրավական հիմք չունի, այլ նաեւ անթույլատրելի է եւ բացահայտ իրողությունների վերաբերյալ։ Շորտման հատկանիշներով եւ քրեական վարույթը նախաձեռնվել են ակնհայտ ապօրինի, մենք այսօր գործ ունենք ապօրինի քրեական վարույթ նախաձեռնված գործի հետ եւ ապօրինի քրեական ապօրինի քրեական հետապնդում։ Այսօր դատարանը որ իրականացնել արդարադատություն կոնկրետ գործվածի մասով կարճեր, կարճ մամիջնորդություն հետաձգեց, բայց փաստն է, որ այսօր մենք այս պայմանները գտնվում ենք կալանքի տակ։ Հաջորդը, այս համակցությունները ցույց են տալի, որ քրեական վարույթը նախաձեռնվելը օրենքին հակառակ, առանց որևէ իրավական հիմքի եւ չի կարող իրավաչափ դուրս։ Հանրային մեղադրողը իրան իրական այնպիսի դերակատարություններ, որոնք օրենքին թույլ չի տալիս։ Սա ոչ միայն անթույլատրելի է, այլ շատ վտանգավոր դատավարական վարքագիծ։ Մենք այսօր ստիպված պաշտպանվում ենք այնպիսի ստիպված ենք պաշտպանվելու ոչ թե փաստերից, այլ այնպիսի մատերիալներից, որոնք ստեղծում են ոչ թե հանցագործությունը բացահայտելու, այլ մեղադրանք պահպանելու։ Սա անթույլատրելի վարքագիծ է։ Ու ստացվում է, որ մենք այսօր գործ ունենք ոչ թե քննության, այլ դերականացում, որտեղ ցանկացած հաջորդ ստեղծողնոր յուրաքանչյուր դատարանը ձեզ քանի անգամ ասել է, որ դուք դատարանում եք եւ դատարանի գործի քննությունը ձեր սուբյեկտիվ ընկալումները ինչպես կլինի։ Իհարկե դատարան փաստն է, որ յուրաքանչյուր նոր ստեղծող ապացույց ստեղծվում է նախորդ անհաջողությունը փակելու համար։ Ուրեմն ձեր տակտիկները դրան ձևավորվում սուբյեկտիվ ընկալումները դատարան պրոցեսի վերաբերյալ գնահատականները եւ Հիմա տեսեք հարկի դատա, ես ապրում եմ Հայաստանի Հանրապետությանը, ես Հայաստանի Հանրապետությունում ապրելով տեսնում եմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար գլխավոր դատախազը հնչական կոմիտեի նախագահը իրանց հրապարակային խոսքերում բազմաթիվ անգամ նույնիսկ կարող օրինակներ են, որ գործերին վերաբերում, որ հայտարարել են, որ առավել հանցագործության մասին պատշաճ հաղորդում ստանալու դեպքում մենք իրավունք չունենք քրեական վարույթ նախաձեռնել։ Ու փաստարկ եկել է մի հատ վարույթ, որտեղ հանրային մեղադրողը ասում է մենք համակցության մեջ դիտարկելով ենք ուսում քրեական վարույթ նախաձեռնել, առանց պատշաճ հաղորդում ստանալու հանգամանքով պայմանավորված։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ կողմերից ինչ-որ մեկը ստախոսություն է։ Հիմա հանրային մեղադրողը թող պարզ պատասխանի, գլխավոր դատախազն է ճիշտ ասում, թե ինքն է ճիշտ ասում։
Ես բար հարց չեմ Եթե գտավոր ձեր հայտարարությունները ընդհանրական են, մենք կոնկրետ ապահովում Ընդհանրական չեն, կոնկրետ օրենքով էլ աննախադեսած, ձեր հայտարարությունը կատարություն սահմանափակի կապով է պարտադիր պայմանը նախանշը, որ արիների հանցագործության մասին պատշաճ հաղորդում ստանալու դեպքում ու քրեական վարույթ հասկացողություն բարեկապակցություններ այդ նշանակում որ քրեական վարույթ նախաձեռնելու համար պարտադիր են, որ արիների հանցագործության մասին պատշաճ հաղորդում Սույն դեպքում գոյություն չունի, այսինքն ինչ ստացվում, չի ստացվում, որ ապօրինի քրեական վարույթի շրջանակները մեզ այսօր կազմում։ Հիմա ասացեք, եթե այսօր երկրում արդարադատություններ, կամ նախարարական վարույթի առաջնորդների օրենքներով այս քրեական վարույթը չէր նախաձեռնել։ Ես ինչի համար եմ ասում դատարանի ուշադրություն դարձնենք հետևյալ հանգամանքներին, որովհետև ի սկզբանե քրեական գործը հարուցվել է ապօրինի, չի կարող իր առաջարկել։ Հիմա այսօր դատարանը ասենք հասարակ տեսախցիկների մասով հաճախի փոխկոպերանի տեսախցիկների մասով գրություն ավարտել քննչական կոմիտե որտիզի առգրաված տեսագրությունները ներկայացնեն դատարան, բայց քննչական կոմիտեն արդեն երրորդ գրությանը չի պատասխանում դատարանին։ Կոնկրետ Սա ինչ է նշանակում հարգելի դատար, սա նշանակում է երկու հանգամանք կամ նման Մանուկյան կստանալու է ձեր իրավունքները կամ փաստական նման տվյալ գոյություն չունի, կամ էլ գոյություն ունի ուղղակի հակասում մեղադրանքի չեն ներկայացնում։ Ուրիշ հանգամանք չկա։ Լավ, շնորհակալություն կառավարության նստել բան։ Այդ հատորը վերադարձել։